55 թվականին Տիգրանի մահից հետո գահ է բարձրանում Արտավազդ II-ը։ Արտավազդը կառավարել է 55-ից 34 թվականները։ Այդ ժամանակ Հռոմում ստեղծվել էր առաջին եռապետությունը, որի արևելքի կառավարիչն էր Մարկոս Կրասոսը։ Կրասոսը սկսեց մեծացրել իր պետության տարածքները։ Դեպի արևելք նրան խանգարում էր Պարթևստանը։ Եվ 54 թվականին նա սկսեց իր պարթևական արշավանքը։ Համ էլ Հայաստանը բարեկամ էր Հռոմին, Հայաստանը ուզեց օգնել նրանց։ Համ էլ հռոմեացիները պահում էին նրան ոչ թե որպես բարեկամ, այլ նվաճող։ Արտավազդը ասաց. եթե նրանք գան Հայաստանով, նա նաև կտրամադրի 40,000 նոր զորք, կխնամի Գնեոսի զորքը, կպահի նրանց, հաց կտա։ Բայց Կրասոսը չհամաձայնվեց, քանի որ դա երկար ճանապարհ էր, իսկ նրան պետք էր կարճ ճանապարհ։ Նա ընտրեց շատ դժվար անապատներով ճանապարհ, բայց արագ ճանապարհ։ Ճանապարհին նա կորցրեց արդեն իր զորքի կեսը։ Այդ ժամանակ Պարթևստանի թագավորը նամակ է ուղարկում Կրասոսին, բայց Կրասոսը չեղարկում է։ Գլխավոր ճակատամարտը եղել է Խառանում 53 թվականին։ Այդ ճակատամարտում հռոմեացիները պարտվեցին, և Կրասոսն ու իր որդին սպանվեցին։ Դրանից հետո 53 թվականին պարթևները հարձակվեցին Հայաստան, բայց պատերազմի տեղը ստորագրվեց հայ-պարթևական պայմանագիր։ Դրանից հետո Հռոմում ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որի արևելքի կառավարիչն էր Մարկոս Անտոնիոսը, և 36 թվականին նա սկսում է նոր պարթևական արշավանք։ Բայց Անտոնիոսը այս անգամ լսեց Արտավազդին և գնաց Արտավազդի ասած ճանապարհով։ Անտոնիոսը ուներ իր հետ 100,000 զոր։ Արտավազդը նաև տրամադրեց 13,000 հոգի։ Արտավազդը կերակրեց, պահեց, զինեց իր բանակը, բայց Անտոնիոսի սխալ մարտավարության պատճառով Արտավազդը հասկացավ, որ նա չի կարողանա իր զորքով ճիշտ մարտավարի, դրա համար Արտավազդը հետ վերցրեց իր 13,000-անոց զորքը։ Մի քանի ամիս կռվից հետո Անտոնիոսը պարտվեց։ Դրանից հետո Անտոնիոսը վերադարձավ Հռոմ, և իր պարտությունի պատճառով նրան պետք է հեռացնեին, բայց Անտոնիոսը իր մեղքն ու սխալները քցեց Արտավազդի վրա։ Եվ Սենատը հավատաց նրան։ 2 տարի անց 34 թվականին Անտոնիոսը զորք է հավաքում և գալիս է Հայաստան։ Գալիս է ուղիղ Տիգրանակերտի դարպասների մոտ, և Արտավազդը իմանալով, որ հռոմեացիները եկել են բանակցելու, բացում է դարպասները նրանց դեմ, և այդ ժամանակ Անտոնիոսը հասցնում է բռնել նրան և բանտարկել։ Դրանից հետո նրան տանում են Եգիպտոս, և հաղթահանդեսի ժամանակ Անտոնիոսի կին Կլեոպատրան ասում է նրա ընտանիքին, որ ծնկի իջնեն նրանց դեմ, բայց Արտավազդը դա չի անում, և 32 թվականին Եգիպտոսում նա սպանվում է, և Հայաստանը դառնում է հռոմեական նահանգ, որտեղ 4 տարի կառավարում էին հռոմեացիները, և 30 թվականին գահ է բարձրանում Արտաշես II, Արտավազդ II տղան։ Նա վարում է հակահռոմեական քաղաքավարություն, վռնդում է բոլոր հռոմեացիներին և այլ վատ բաներ, և նա հետ է բերում Պարթևստանի դեմ կորցրած տարածքները և մեծացնում է իր երկրի տարածքները։ Բայց հռոմեացիները իմանալով այն, որ նա վարում է հակահռոմեական քաղաքավարություն, նրան Արտավազդի պես նույնպես սպանում են Քրիստոսից առաջ 20 թվականին, և վերջին հայոց արքան լինում է Տիգրան IV։ Նա կառավարում էր իր քրոջ հետ։ Նա մահանում է մ.թ. թվականին, պատերազմի ժամանակ, և քանի որ իր քույրը չի կարողանում գահը պահել, նա հեռանում է գահից։ Եվ այսպիսով վերջանում է Արտաշեսյանների պատմությունը։